Անգելա Մերկելի հետ։ Պարոն Կարապետյան, այս պայթուցությամբ քանի գրասենյակ եք բացել եւ իշխանական դաշտից հնչում են կարծիքներ, որ դուք ձեր աջակիցներին հավաքագրում եք գումարի դիմաց, քանի որ Սամվել Կարապետյանը բավականին հարուստ մարդ է, գումարեք խոստանում, որպեսզի այդ մարդիկ գան եւ գրանցվեն ձեզ մոտ։ Մարդիկ վերջի ժամանակները այսօր էլ հայտարարություն եղավ Transparency International-ի կողմից, որ մարդիկ չնախատեսված պարգևավճարներ են տալիս, չնախատեսված աշխատավարձային աճ են ապահովում, որպեսզի մարդկանց Transparency International-ի խոսքերով, որը արևմտյան իրավապաշտպան կազմակերպություն է, որպեսզի մարդկանց խրախուսեն, որը ունի քաղաքական կոռուպցիայի ռիսկ։ Transparency International-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցության քայլերը որակել է որպես քաղաքական կոռուպցիայի ռիսկ։ Պատասխանը շատ պարզ է։ Ինչ վերաբերվում է մեզ, օրինականության մեջ, եթե մենք մի հատ թեթև, այսինքն երկակի ստանդարտներով անգամ ինտերպրետացիա արվող քայլ անենք, համոզված եղեք Հայաստանի ամբողջ իրավական համակարգը կաշխատի այդ ուղղությամբ։ Ընտրություններին են ձեր դեմ օգտագործելու։ Ընտրություններին իրենք այսքան ժամանակ ման են գալիս, ոչ մի բան չեն կարող օգտագործել, ստիպված են լինելու ինչ որ բաներ իրանց համար սարքեն, բայց ինչ էլ ուզենան սարքեն, հասարակությունը իրենց ճանաչում է, կա արդեն մենք ունենք մեր մեջ իմունիտետ իրենց ստերին, մեծ մասը։ Իհարկե մեր հանրության մի մասն էլ դեռ շարունակում է հավատալ։ Ես հասկանում եմ, որ մարդիկ հույս ունեն ինչ որ առումով այդ 25%-ը 20, բայց վաղ թե ուշ նրանք էլ են տեսնելու են թե ով է այս մարդը, տեսնելու են, որ այնտեղ միայն խոսքեր են, ու այնտեղ չկա գործ։